Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գծոնեն հաղորդենք լուրերը։ Քահանայի Հայդար Արարատյան հիմամբ կատարված հաղորդման բادرվագով Երևանի իշխանություններ Սուրբ Էջմիածին լարվածությունը նոր դրսևորում ստացավ։ Երբ Արաքածոտնի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Բրոշյան եւ 11 քահանահայրեր Փերման ենթարկվեցան։ Ավելի քան 7 ժամ գեղերականներուն գտնվելուն վայրը չհաջողեցավ բարձել, իսկ անոնց պաշտպան փաստաբաններուն արգելվեցավ քննչական կոմիտեի կենտրոն մուտքը։ Ավելի ուշ Սամոսավանքի հոգևոր հովի Պարեն քահանա Արաքելյան դուրս եկավ քննչական կոմիտեի կենտրոնեն եւ հայտարարեց, որ 8 ժամերու ընթացքին իր հետ քննչական ոչ մեկ գործողություն կատարված է, ավելցնելով, որ ինք վգայի կարգավիճակում էր։ Այս բոլորին լույսին տակ մեղադրանք առաջադրվեցավ Արաքածոտնի առաջնորդին դեմ հավաքներու վերաբերյալ հոդվածով եւ ցերպակալվեցավ։ Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցու հովիվ Կարեկին քահանա Արսենյան եւս ցերպակալվեցավ Արաքածոտնի առաջնորդին օժանդակելու մեղադրանքով։ Երրորդ ցերպակալյալը Արաքածոտնի առաջնորդարանին հաշվաբաղն է։ Հարցը կվերապերի իրազեկ քաղաքացիների միավորում գազམ་ակերպության ղեկավար Դանիել Օյանեսյանի եւ Գարգմո հոգեվորականներու հաղորդման, որոնք կատարված են Հովհաննավանքի հոգևոր հովիվին այն հայտարարության հիմամբ, թե 2021-ին իրեն բարդատրած են մասնակցիլ քաղաքական ուժիմը նախընտրական հավաքին։ Նման բարդատրանք Հայաստանի մեջ քրեորեն բաժելի արարք է։ Յոնասյանի հաղորդման հիմամբալ գեղերականները ցերպակալվեցան եւ քննչական կոմիտե տարվեցան։ Մայրատորը հայտարարեց, որ գեղերականներուն ցերպակալությունը կգտնվի եկեղեցու դեմ շղթայազերծված արշավին ծիրին մեջ։ Հոյիտաբյուրո հրապարակեց հետևյալ հայտարարությունը։ Հայաստանի Աջարակելական Սուրբ Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանություններուն սանձազերծած հարձակումներուն եւ հալածանքներուն եւ հայազգային գործունեության իդես Հոյիտաբյուրո բացարձակապես անընդունելի կգտնե այդ բոլորին հեղինակ անձը արժանացնել Գիլիգիո Կաթողիկոս Նորին Սուրբ Օդություն Դերդեր Արամ Արաչինի հադուկ ուշադրության, ինչ որ արդարորեն հարաճացուցած է Սփյուռքի եւ հայրենիքի հայ հանրության բուրն ընդվզումը։ Հայրենիքի մեջ տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն հայ եկեղեցու, այլ հավատավոր ողջ հայ ժողովրդին, անոր ինքնության եւ ազգային նկարակիրին վրա, եւ երբեք կարելի չէ զայն ընկալել իբրև եկեղեցու եւ պետության միջև հագամարտություն։ Այս օրերուն Հայաստանի իշխանություններուն կողմէ բարձրաստիճան հոգևորականներու գալանավորումներն ու եկեղեցու թիրախավորման դատաբարդելի վարկագիծը հրամայական բանջ կստեղծե Հայաստանյայց արաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռներուն համընդհանուր ջիքերով պաշտպանել հայ ժողովրդի կյանքին մեջ բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին։ Մեր հորդորն է, որ հայ արաքելական Սուրբ Եկեղեցու երկու կաթողիկոսներու սերտ համագործակցությամբ եւ իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ հայ եկեղեցին պաշտպանվի ամեն տեսակ քանթիչ հայ ժողովրդի ինքնությունը խաթարող եւ նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններն։ Նորին Սուրբ Օդություն Դերդեր Արամ Արաչին վեհապար հայրաբեդ դատաբարդեց եւ անընդունելի համարեց Հայաստանի մեջ շարունակվող ցերպակալությունները։ Միաժամանակ վեհապարը բարդականություն տված է Շահան arczepiskopos Սարգսյանին, որովհետեւ անիր մտահոգությունն ու դատաբարդումը փոխանցե
քաղաքական պատասխանատուներուն եւ նույնիսկ վարչապետին։ Հրաբարակված հայտարարության մեջ կնշվի, որ վեապար հայրապետին մոտեցումը այն է, թե գարելի փութով եկեղեցի պետություն ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնե։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին հրաբարակված հայտարարության մեջ նշեց, որ ակնհայտ է, թե իշխող քաղաքական ուժը կշարունակե հայ եկեղեցին կազմակերպելու ծրագիրը, թիրախավորելով եկեղեցականները։ Մայրաթորը ընդգծեց, որ այս իրավիճակին ողջ պատասխանատվությունը կգրեն իշխանությունները եւ անձամբ երկրին ղեկավարը։ Մայրաթորը գոչ ուղեց դատական եւ իրավաբան մարմիններուն բացառապես գործելու օրենքի ձիրին մեջ եւ դուրք չտալու պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչներուն գամայականություններուն։ Հյուսիսային Ամերիկայի հայ արաքելական եկեղեցու առաջնորդներ Հովնան arczepiskopos Դերդերյան, Մեսրոպ եպիսկոպոս Բարսամյան եւ Աբկար եպիսկոպոս Հովագիմյան միացյալ հայտարարությամբ իրենց խոր մտահոգությունը հայտնեցին Հայաստանի մեջ կատարված վերջին ձերբակալություններուն համար։ Արևմտյան, Արևելյան եւ Կանադայի թեմերուն առաջնորդները Երևանի իշխանություններուն գոչ ուղեցին հարկելու հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը, ինչպես նաև ապահովելու արտարություն, թափանցիկություն եւ օրենքի պատշաճ ընթացք, հայտարարելով, որ այս դժվարին բահուն կգանքնին ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին II ամբողջ հոգևորականության եւ բոլոր հավատացյալներուն կողքին Հայաստանի եւ Սփյուռքի մեջ։ 3 հոդվածներով մեղադրվող գործարար Սամուել Ղարաբեդյան 30 օր եւս բանդարգված պիտի մնա վտատության դեմ պայքարի դատարանին որոշումով։ Քննչական կոմիտեն 2 ամսվան կալանք պահանջած էր, սակայն դատարանը 1 ամիսով երկարացկեց Ղարաբեդյանի գալանավորումը։ Դատարանին որոշումը կվերապերի իշխանությունը խլելու մեղադրանքին, իսկ Ղարաբեդյանի դեմ դուրքերը խուսափելու եւ տրամ լվալու մեղադրանքները մնացին գասկադի սահմաններում մեջ եւ չհաստատվեցան։ Միացյալ Նահանգներու, Հայաստան եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնի մեջ կնքված հռչակագրի ստորագրում են 2 ամիսի հետ Թրամփի ուղի անունը ստացած ճանապարհին շահագործման վերաբերյալ բազմաթիվ հարցեր դակավին պատասխան չունին եւ հստակ չէ թե ամերիկյան կողմին հետ կատարվող բանակցություններուն ընթացքին ինչպիսի հարցեր կքննարկվին։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան շեշտեց, որ 42 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհին վերաբերյալ տեխնիկ հարցերը դակավին լուծումներ չունին, ավելցնելով, որ ամերիկյան կողմին հետ քննարկումները կշարունակվին։ Ընդունված հռչակագրի մեջ Բաքու Հայաստանի տարածքով անխոչնդոտ անցում կստանա դեպի Նախիջևան, իսկ Հայաստան փոխադարձ առավելություններով հաղորդակցություն։ Հայաստանյան ընդդիմությունը կհամարե, որ Բաքու ստացած է իր պահանջած միջանցքը, իսկ դերահավատ է, որ Հայաստանի համար շահավետ ճանապարհները կգրնան բացվիլ։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարար Ջեյհուն Բայրամով, Եվրոպայի ապահովության եւ համագործակցության գազམ-ակերպության նախագահ Էլինա Վալդոնենի հետ իր հանդիպման ընթացքին խոսեցավ խաղաղության համաձայնագրին ըստորագրման համար առնվելիք հաջորդ քայլերու մասին եւ շեշտեց Հայաստանի սահմանադրութենեն Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջներու վերացման անհրաժեշտությունը, որ Բաքուի նախապայմանն է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Բայրամով նաեւ ընդգծեց գազམ-ակերպության հիմնարկներու ներառյալ Մինսկի խումբին գործունեության գասեցումը, որովհետև անոնք գործընծուցած են իրենց հաստատութենական նշանակությունը։ Կովկասի իսլամներու վարչության նախագահ Ալլահ Շուքուր Փաշազադե Միացյալ Նահանգներու մեջ
Ռաբբի Արթուր Շնայդերի հետ իր հանդիպման ընթացքին փողոքեց հայ արաքելական եկեղեցու գործունեութենեն։ Ըստ ադրբեջանցի իմամին, հայ եկեղեցին եւ հայկական սփյուռքը ամեն ինչ կնեն, որբեսի խափանեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Փաշազադեն նաեւ խեղաթյուրեց իրականությունը եւ աբադեղեկատվություն կատարելով չանաց ինըբաստ Ադրբեջանի իշխանություններուն մթնոլորտ ստեղծել։ Երբ հայտարարեց, որ Արցախի գրավված շրջաններում մեջ ադրբեջանական իշխանությունները կվերականգնեն գրոնական բոլոր կառույցները, որոնց շարքին նաև հայկական գրոնական ժառանգությունը, իսկ իրականությունը բոլորովին այլ պատկեր կբարձե։ Իրարու կհաջորդեն հայկական եկեղեցիներու եւ հուշագոտողներու քանդումը եւ անոնց ինքնության խեղաթյուրումը, զանոնք աղվանական ներկայացնելով։ Արցախի պետական նախարար Նժդե Իսկենդերյան հայտարարեց, որ ավելի քան 20,000 արցախցիներ արդենից կերածած են Հայաստանեն։ Մեղադրանքներ ուղղելով Երևանի իշխանություններուն հասցեին, թե անոնք ամեն ինչ կնեն, որպեսզի Հայաստանի մեջ արցախցի չմնա։ Անսավ որ գործադրվին քողարկված ծրագրեր, որոնք չեն նպաստել, որ արցախցիները Հայաստանի մեջ ապրին։ Իսկենդերյան շեշտեց, որ որպեսզի Արցախի հարցը օրակարգի վրա մնա, արցախցիները պետք է Հայաստանի մեջ ապրին։ Դիտել տալով, որ եթե 120,000 արցախցիներ մնան Հայաստանի մեջ, ապա միջազգային հարթակներու վրա Արցախ վերադարձի հարցը կրնա քննարկվել։ Անդեսագետ հայտնեց, որ ներկա իշխանությունները հարադեպ չեն եւ իշխանության կրնան հասնել պետականամետ ուժեր, որոնք արցախցիներու հավաքական վերադարձի հարցը օրակարգ կբերեն։ Միշիգանի հայտարարի հանձնախումբը կազմակերպեց ձեռնարկը լուսարձակի դակ բերելու համար միջազգային ադյաններու մեջ հայ կերիներու իրավունքները պաշտպանող հայկական օրենսդրական կենտրոնին գործունեությունը։ Ձեռնարկին բացման խոսքը կատարեց հանձնախումբի նախագահ Ձովինար Համակորձյան, որ ներկայացուց կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանն ու կենտրոնի գործադիր տնօրեն միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Խաչիկյան ընդգծեց շարունակական օրենսդրական գործողություններու անհրաժեշտությունը, նշելով, որ կենտրոնը միջազգային ադյաններու ջամփով պայքար կմղե հայ կերիներու ազատ արձակումը ապահովելու համար։ Իր գարկին Սահակյան մանրամասն տեղեկություններ փոխանցեց Բաքուի մեջ փանդարգված հայ կերիներու վիճակին մասին, բացատրելով օրենսդրական այն խոչընդոտները, որոնք կպարտացնեն անոնց ազատ արձակումը։ Ան նաև շեշտեց, թե Ադրբեջան կշարունակե միջազգային օրենսդրության խախտումներ կատարել։ Սահակյանը ընդգծեց, որ Եվրոպայի մարդու իրավունքներու դատարանը հետևողական դրությամբ զեկուցումներ կպահանջի Բաքուեն հայ կերիներու առնչությամբ, հավելյալ մանրամասնություններ փոխանցելով մարդասիրական օրենսդրության խախտումներուն, փոխհատուցման պահանջներուն, հայկական ինքնության պաշտպանության եւ դեղահանվածներու ապահով վերադարձի երաշխիքներու մասին։ Միշիգանի հայտարարի հանձնախումբը իր քննադատը փոխանցեց Սահակյանին եւ Խաչիկյանին իրենց կատարած աշխատանքին համար։ Երեգոն ծառայեց իբրև զորակցական հարթակ, միաժամանակ վերահաստատելով Միշիգանի հայ համայնքին նվիրումը արդարության, բալասխանատվության եւ հայ ժողովրդի իրավունքներու պաշտպանության գործին։ Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի հայտարարի հանձնախումբին կազմակերպությամբ
Վաշինգտոնի մեջ գայացավ մեծարանքի 19-րդ հանդիսությունը։ Հանդիսավար դոկտոր Ռոբերտ Գրիգորյանի ողջունի խոսքեն յետ Արևելյան շրջանի հայտարարի հանձնախումբի նախագահ դոկտոր Արաչալյան լուսարձակի դակ բերավ հայտարարի աշխատանքներուն հոլովույթը, նպատակները եւ առաջադրանքները, հաստատելով, որ ներգահան կրվանին հրադապ խնդիրը Արցախի ազատագրումն ու Արցախայության վերադարձն է։ Անհայտնեց, որ Արցախայության տադը իբրև իրավաքաղաքական, հրամայական, ինքնորոշման իրավունքի միջազգային իրացման հիմք ունի։ Չալյան նշեց, որ հայտարարի զինվորակրյալները լծված են աշխատանքի ինքնորոշման փաստը միջազգայնորեն հանրայնացնելու եւ իրազեկելու համար։ Անկարևոր համարեց ցեղասպանության խնդիրը զգացմունքային եւ բանջարդիրության դաշտեն դեղափոխել համագարկային փանականության դաշտ։ Ապա Արևելյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբի անդամ հանդիսության գազագերբիչ մարմինի նախագահ Սոսի Բուրուջյան ներկայացուց ազատություն շքանշանով բարգեւադրվող կոնգրեսի հայկական համախմբումի համանախագահներեն Բրեդ Շերմանը շեշտելով, թե Շերման անաչառորեն ինպաստ հայտարարին համար գործող կոնգրեսական մնե։ Ապապեն բարձրացավ կոնգրեսի հայկական համախմբումի համանախագահներեն Բրեդ Շերման, որը ստացավ ազատություն շքանշանը հանուն հայկական համախմբման։ Ան շեշտեց, որ աշխատանքը պիտի շարունակվի երաշխավորելու համար Հայաստանի ապահովությունը, Արցախայության վերադարձը եւ գասեցնելու համար Ադրբեջանի դրամատրվող ամերիկյան օժանդակությունները։ Իր գդարած հետևողական աշխատանքին համար մեծարվեցավ Դին Շահինյան, որը յետք Լեմքինի ցեղասպանության հիմնարկին կողմէ Էլիսա ֆոն Յոդինֆորգի ստացավ ցեղասպանության համար պայքարող շքանշանը։ Ֆորգի նկատել տվավ, որ հիմնարկը բազմիցս դժվարություններով փախած է ոչ թե միայն թուրք եւ ազերի ներկայացուցիչներու, այլ նաեւ Երևանի ներկա իշխանություններուն պատճառով։ Մտահոգություն հայտնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունների մասին, որոնք կգրտնեն թրկական ժողտողական խոսույթը։ Վան Կարդաշյան շքանշանը ստացան հայտարարի երկարատև եւ անխոնջ գործիչներ Պոլ Ջամուշյան եւ Գարո Արմենյան, որի սրտի խոսքի մեջ նշեց, որ Հայաստան հայտնված է աշխարհակաղակական բարդ կացության մեջ, ուր արտաքին ազդակները լարված են իր դեմ։ Արմենյան շեշտեց, որ Արցախը տասնամյակներ շարունակ հայկական պետականության գաղափարախոսության հիմք էր, իսկ ներկայիս Երևանի իշխանությունները գաղափարական նոր հիմքի փնտրտուքի մեջ են։ Անասավ, որ հայտարարը կվերանորոգե իր վճռականությունը երկարաշունչ պայքարը շարունակելու եւ հայության անժամանցելի իրավունքները պահանջելու համար։ Հայտարարի վարժողական ծրագրերը ներկայացուցին Արենի Մարգոսյան եւ Արսեն Մարգարով։ Ավարտին Ամերիկայի հայտարարի հանձնախումբի անունով խոսք արավ Ձովինար Համագործյան, որ շեշտեց անպայման գերդել հայրենի եւ համահայկական ազգային առողջ ուժերու համախմբում, վերաշուժացնելով համազգային օրակարգը եւ պաշտպանելով Արցախի եւ Արցախայության իրավունքը։ Դերին է նշել, որ այս արիտով գազմագերբվեցավ աջուրդ, որ մեկ կոյացած գումարը եւ գդարված նվիրատվությունները փոխանցվեցան հայտարարի անցերմխելի հիմնադրամին։ Հարգելի ագնտիրներ, մեր հյուրն է քաղաքական իրավունքներու գետրոն իրավապաշտպան գազմագերբության նախագահ Ռաֆայել Իշխանյան։ Բարի երեկո։
Բարև ձեզ։ Այսօր սկսավ ջնշուներու հերթական ալիքը հոգևորականներու դեմ, քանայիմը այն հայտարարության հիմամբ, թե իրեն ստիպված են մասնակցել ընդդիմության հավաքին։ Արդյոք նման հայտարարություն բավարար հիմք է հոգևորականներ ցերպակալելու համար, թե իսկական պատճառը Նիկոլ Փաշինյանի հայտարարած հակաեկեղեցական արշավի իրավական սպասարկումն է։ Առհասարակ կալանավորելու համար հիմքերը ամբողջությամբ պրակտիկան խեղաթյուրված են ու դա մենակ ես գործի մասին չի։ Այսինքն մենք այդ կողմից եթե քննարկենք, կարող է սխալողությամբ գնանք։ Այն որ պետք է նայենք այս ամեն ինչ արշավի մեջ, դա ենթադրություն չի։ Մենք տեսել ենք մայիսից 20 հետապնդումներից 20 գործարար Սամվել Կարապետյանի, անցած Սրբազան պայքար շարժման անդամների, հետագա մյուս հետապնդումների համատեքստում, որ գործադիր իշխանության ղեկավարը, այսինքն վարչապետը, անձամբ ուղղորդում է այս բոլոր process-ները, ուղղորդում է ընդ որում հրապարակային, այսինքն Facebook-ում կոնկրետ գործողությունների ցուցումներ տալով ուժայիններին, կոնկրետ մեկնաբանություններով ինչը պետք է դատարան իրականում աներ։ Ու մենք այն ժամանակվանից պետք է ելնենք այն կանխավարկածից, որ այս եկեղեցու դեմ ընթացող շարժումը, ինչպես ինքն ասում, կաթողիկոսին փոխելու եւ այլնի համար, ցանկացած այլ զարգացման դեպքում մենք պիտի նայենք կանխավարկած, որ այուս այդ արշավի շրջանակներում է։ Հիմա ինչ վերաբերում է հաղորդմանը, որ եղել է հավաքներին եւ այլ բաներին ստիպողաբար մասնակցելու, մենք գիտենք ընդհանրապես մի հիմնավորման մասին, շահագրգռված կողմը, ով հենց թիրախավորող, այսինքն ուժին պատկանող լրատվամիջոցով, որտեղ շատ հաճախ այս բաներ լինում են, խոսում է մի դեպքի մասին առանց մանրամասնությունների ու մենք պետք է արժանավատություն դատանք, որպես մտածենք, որ սա արդար իհարկե ոչ։ Նախ այնտեղ չկա խոսք ստիպել ինչ է նշանակում։ Իրանց սպառնում են բացական հետևանքներ, ինչ հետևանքներ, թե պարզ գուցե ինքը մասնակցել է դրանց որպեսի այսպես ասենք իր կամքով դուր գա օրինակ վերադասի ցանկությանը, հազար ու մի հանգամանք կա։ Մենք պիտի ելնենք այն տրամաբանությունից, որտեղ ունենք ապացուցված քաղաքական հետապնդման փաստեր արշավի շրջանակում, ու սա դրա տրամաբանական շարունակությունն է։ Ժողովրդավարության չափանիշերուն կհամապատասխանի հավաքներում մասնակցելու նյութական շահագրգռվածությունը, որ կարելի է մեղադրանքի վերածել հավաքներու գազագերբիչներուն թեմ։ Նկատի ունենալով, որ որևէ հավաքի գազագերբում նաև նյութական որոշ ծախսեր կեն տատրե։ Ոչ միայն բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել նախորդ տարիների ընթացքում, այլ բացառապես ընդդիմադիր հանրային քաղաքական գործիչների նկատմամբ են հարուցվել այդպիսի գործեր, չնայած կային վկայություններ իշխանական ներկայացուցիչների, առնվազն Երևանի քաղաքապետի համայնքային ընտրությունների ժամանակ, որ նույն բաները անում էր իշխանության ներկայացուցիչը, որով գործեր չեն հարուցվել։ Կոնկրետ մեղադրանքը, այո, մեղադրանքը հակասում է մարդու իրավունքների, միջազգային չափանիշներին, առնվազն այն տարածաշրջանի, որտեղ մենք գտնվում ենք։ Դրա մասին մի քանի օր առաջ իր կարծիքում ասաց նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը։ Ավելի կոնկրետ Վենետիկի հանձնաժողովը ոչ միայն ասաց, որ այդ հոդվածը մեզ մոտ, որով հետապնդվում էին ընդդիմադիրներ, ոչ միայն անորոշ է, ինքը վերաբերում է չես հասկանում ինչին, գրեթե ամեն տեսակի ծախսերին։ Նաև շարունակեց, որ նույնիսկ կարող են նել խթաններ ու կան այդպիսի խթաններ, օրինակ ցուցարարներին սնունդով ապահովելը, կացարանով ապահովելը, բանախոսներին անգամ հոնորար վճարելը, այդ ամեն ինչը հավաք կազմակերպելու ստանդարտ սովորական ընդունված պրակտիկա է, հետևաբար ամբողջությամբ պաշտպանված է օրենքով։ Այս հոդվածը բերելու է բնականաբար դրա ապաքրեականացման ինչ-որ մի հատ կետում։ Հիմա սահմանադրական դատարանի վարույթում է, նայենք են դիմել Վենետիկի հանձնաժողովին։ Բայց եթե հետ նայենք, մենք տեսնում ենք վնասը, մենք տեսնում ենք տասնյակ մարդիկ, ովքեր ոչ միայն հետապնդվել են, վարկաբեկվել են, մի բանով, որի սկզբանե պիտի հանցանք չլիներ, շատ իրանցից կալանավորվել են, ամիսներ անցկացրել բանտում, եւ բնականաբար այդ ամեն ինչի վնասը, չգիտենք ինչպես պետք է հատուցվի այս պայմաններում։ Պաստապան Ալեքսանդր Գոչուբաև ցերպակալվեցավ քննիչները, դատախազները եւ դատարանները բարգապեկելու մեղադրանքով։ Ինչ ունի գսելիք այս ցերպակալության առնչությամբ։ Ալեքսանդր Կոչուբաևի հետապնդումը բացառիկ դեպք է շատ հարցերով։ Նախ մենք շատ հազվադեպ ենք տեսնում փաստաբանների նկատմամբ նման ճնշումներ։ Երկրորդ, այստեղ մի քիչ ստիպված պիտի լինենք իրավական մանրուքների մեջ մտնել, որովհետև մեղադրանքը, որը ներկայացրել են, ապօրինի է։ Ինչպես իրեն մեղադրում են հոդվածով, որը ներկայացրել են քննիչներին, դատախազներին, դատավորների մասին
արատավորող տեղեկություններ տարածելու համար։ Իր ստատուսը, պոստը Facebook-յան, որի համար հետապնդվում է, նման բան չի պարունակում, այնտեղ կարող է լինել վիրավորանքի մասին խոսք։ Հիմա չգնանք հոդվածների թվերի մեջ, դա բոլոր իրավաբանները կարող են նայել ու ճշտել, այն հոդվածը, որով ինքը մեղադրվում է, չի վերաբերում վիրավորանքին։ Դա վերաբերում է փաստական տվյալներին, մի բան, որ ապացուցելի է, ոչ թե մի բան, որը ուղղակի դատողություն է։ Այսինքն, եթե ինքը ասել այս մի դատավորը կոռումպացված այսքան կաշառք է վերցրել, կլիներ այդ հոդվածը, որով մեղադրում են, երբ որ ինքը վիրավորանք է օգտագործում, դա ուրիշ հոդված է։ Հիմա այդ հոդվածը չի վերաբերում քննիչներին, դատախազներին, միայն դատարաններին։ Այն էլ այդ հոդվածի պատիժը շատ ավելի ցածր է, որից պետք է հետևեր, որ իրեն կալանավորել չէին կարող, քանի որ այդ ծանրության հոդվածների դեպքում չդատված մարդուն կալանք չի կարող կիրառվի։ Մենք այստեղ գործ ունենք դասական կարած, թվաբանական ճշտությամբ կարած գործի հետ, որ մեղադրանքը ձևակերպված է այսպես բացառապես մի նպատակով, որ Ալեքսանդր Կոչուբաևը ազատազրկված պահվի։ Հետևաբար մենք դիտարկում ենք դա ընդհանրապես պատիժ իր իրավապաշտպանական գործունեության նկատմամբ, ոչ թե արդարացի գնահատական իր վիրավորանքներին, որ հնչեցրել է։ Շնորհակալություն ձեզի։ Հարգելի ակնթիռներ, մեր զրուցակիցներ քաղաքական իրավունքներու գետոն իրավապաշտպան գազագերբության նախագահ Ռաֆայել Իշխանյան։ Եվ այսպիսով մեր լրատվությունը կհասնի իր ավարտին։ Հարաճիգա շաբաթ մեր հերթական լրատվությամբ կհանդիպենք։ Ցտեսություն։